Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ըստեյությանն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին։ Բարև ձեզ Տիկին Փոստանջյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Տիկին Փոստանջյան, դուք ավականու անդամ եք, սակայն մեծ մասամբ նիստերին չեք ներկայանում։ Նախ որն է պատճառը, որ չեք ներկայանում, եւ երկրորդ, ինչպես է ստացվում, որ ձեզ մանդատից չեն զրկում, որտեղ նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ այլ ավականու անդամներին զրկել են մանդատներից իբրև թե նիստերին չներկայանալու պատճառաբանությամբ։ Պետք է ունենային համարձակություն, որ նման քայլի դիմեին, այդպիսի համարձակություն նրանք չունեն, ավելի շատ դրանով է պայմանավորված, իսկ ինչու չեմ ներկայանում այդ նիստերին, դուք տեսել եք այդ նիստերը ինչպիսի մթնոլորտում են ընթանում, եւ հակահիգիենիկ եւ մթնոլորտը դուք կարող եք ասել դա պարտականություն է, այո, ես իմ պարտականությունը կատարում եմ այնքանով, որքանով ես դա գտնում եմ, որ անհրաժեշտ է երևանցիների համար։ Հետևաբար այդ նաև տրամաբանության ներքո մասնակցում եմ կամ չեմ մասնակցում։ Այսինքն դա բոյկոտի ինչ-որ ձև է։ Իհարկե, եւ բոյկոտի, այո, այսինքն այդ հակահիգիենիկ միջավայրում, որ մարդիկ կան, որ հայոյում են կամ չգիտեմ, դինոզավրի տեսք են ընդունում, հարձակվում են կամ ոստիկանությանն են հրավիրում դահլիճ, որպեսզի ոստիկանությունը բռնություն գործադրի եւ ավականու անդամին դահլիճից հեռացնի, տեսել ենք, չէ՞, այդ տեսարանները։ Իհարկե, հնարավորինս պետք է դու զգոն լինես եւ հասկանաս ում հետ գործ ունես, անհրաժեշտության դեպքում նաեւ գնաս մարտի, իհարկե, դա էլ այդպես։ Մի փոքր անհարգալից այսպես ասած վերաբերմունք չէ, իրենց քվեն ձեզ վստահած քաղաքացիների նկատմամբ։ Չեմ կարծում, որովհետև Երևանի խնդիրները այդ դահլիճում չեն որոշվում։ Երևանի խնդիրների վերաբերյալ դու պետք է հավաքես համապատասխան այդ արխիվները, դոսիեն, որ վաղամյուս օր, որովհետև այս պայդրությամբ, քանի որ իշխանությունը զավթված է, բայց մի օր գալու է նաև ազատագրման շրջանը, եւ այդ դոսիեն դու ունենալով, այսինքն քաղաքի խնդիրներին հստակ ծանոթ լինելով եւ ծանոթ լինելով, որ ովքեր հարուցեցին այդ խնդիրները մշտապես եւ հետեւողականորեն ինչի բերեցին քաղաքը, դու պետք է դա այդ ամբողջ տեղեկատվությանը քո վերահսկողական լիազորությունների ներքո տիրապետես։ Ես դա տիրապետում եմ եւ հավաքագրում եմ եւ պահում եմ։ Օրը գալու է եւ այդ ամենի պատասխանը տրվելու է։ Ես նրանց կանչելու եմ պատասխանատվության, քաղաքը քանդելու, ապականելու, ավիրելու եւ քաղաքացիներին այսպիսի հսկացավալ վնասներ պատճառելու համար։ 2018 թվականին, երբ դեռևս քաղաքապետ էր Տարոն Մարգարյանը, դուք եւ ձեր խմբակցության անդամները կոյուղաջուրդ լցրեցիք նիստերի դահլիճում։ Ներեցեք, այդպես չէր, ոչ թե լցրեցինք, իրենք այնպես արեցին, որ վիճաբանություն տեղի ունեցավ։ Այո, իրանք հարձակվեցին, նախաձեռնեցին, որովհետև այդ կոյուղաջրի հոտը, որ բացեցինք, տարածվեց ամբողջ դահլիճում, հոտից այդ իրենք հավանաբար գրգռվեցին եւ այդպիսի վարքագիծ դրսևորեցին։ Ինչու հիմա նույնը չեք անում որպես բողոք։ Գիտեք, հիմա տեսեք, արդեն դա արվել է, իրենք փորձը ունեն եւ այս պայդրությամբ, որպեսի անցնես մտնես դահլիճ, տարբեր այսպես անցակետերով ես անցնում, այդ կոյուղաջուրը այդքան հեշտ չի լինի տանել եւ երկրորդը պետք չէ կրկնել, այսինքն սրանց հարցերը այլ կերպ պետք է լուծել, սրանց հարցերը պետք է լուծել, բայց այլ կերպ պետք է լուծել։ Դա գիտեք ինչ, ես ակնկալում եմ, որ Գյումրին կտեղափոխվի Երևան եւ հենց այդպես է կլուծվի, այսինքն այն, որ իրենք արդեն անցյալ նիստի ժամանակ Երևանի հավաքանու դուք տեսաք ինչպես էին դիմել փախուստի, նիստը պարտավոր էին վարեին, եթե նրանք քաղաքային իշխանություն էին, բայց նույնիսկ նիստը չէին վարել, մենք էինք վարում նիստը, դուք տեսաք։ Եվ Գյումրիի ավականու նիստի ժամանակ իրենց տեղերը դատարկ էր, չէին էլ եկել նիստերին, երկու անգամ նիստ է տեղի ունեցել, երկու նիստերին էլ նրանք բացակայում էին, այսինքն փախած էին։ Այսինքն ինչքան կարող են փախնել։ Մի օր էլ այդ փախուստի տեղից համապատասխան ձեռնաշխտաներով իրենց ուղեկցելու են համապատասխան քրեակատարողական հիմնարկներ, այնտեղ իրենք պահվելու են երկար ժամանակ, ընդհանուր միջև մարդիկ կան, որ միջև իրենց մահկանացուն կնքելը եւ դրա մեծ հարցական է մահկանացուն կնքելուց հետո նրանք ունենալու են
գերեզմաններ, իհարկե սա քրիստոնեաբար չէ, բայց այնուամենայնիվ ես չգիտեմ մեր հայրենի հողը իրենց կպահի իր մեջ, թե կդնի որպեսի ագրավները գան եւ ծվատեն իրենց մարմինները արդեն մահացած։ Նշում եք, որ Գյումրին հույս ունեք, որ կտեղափոխվի այստեղ։ Այո։ Ինչ, քանի որ Գյումրիում փաստացի իշխող կուսակցությունը, այսպես ասած, պարտություն կրեց, ձեր գնահատմամբ ինչպես կարող է ազդել դա համապետական գործընթացների վրա։ Գիտեք, Գյումրին պատահական նշանակություն չունի։ Գյումրին շատ այսօր աշխարհաքաղաքական նույնիսկ նշանակություն ունի եւ վերջի ելույթներում նաեւ այդ թուրքը, որ այստեղ թուրք գործընկեր ունի, այդ կեղտ Ալիև կոչեցյալը այնպես չէր, որ հենց այնց էր հիշատակում նաեւ Գյումրին եւ մենք հաշվի ենք առնում նաեւ աշխարհաքաղաքական գործընթացները եւ հասկանում ենք, որ մեր տեսակը Եվս մեկ անգամ թույլ տալ, որպեսզի այս իշխանությունը մնա ղեկին, այս թուրքական զավթիչները, մենք չենք կարող հաղթահարել այն մարտահրավերները, որ աշխարհաքաղաքական են եւ վերաբերելի են հենց նոր մեծ միջին արևելքի քաղաքական քարտեզի ձևավորմանը եւ այստեղ մենք իրավունք չունենք մեր հնարավորությունները կորցնենք, դառնանք մանրադրամ, ինչպես եղել ենք 100 տարի առաջ, առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ մեզ զրկեցին մեր բնորանի հիմնական մասից եւ հետագայում բոլշևիկներն նաեւ զրկեցին մեզ Նախիջևանից, Արցախից, այսինքն դաշտային Արցախից, ամբողջը բաժան անելով նվիրելով սրան նրան։ Հետևաբար նույն գործընթացներն են ինչ որ տեղի է ունեցել 100 տարի առաջ։ Մենք սա պետք է քաջ գիտակցենք եւ այս նոր աշխարհակարգում մենք մեր տեղը պետք է ունենանք։ Մենք պետք է մեզանից հաշվետվություն պահանջենք։ Արդյոք կարող ենք այսպիսի կեղծ, սին խոստումներին հավատալ։ Իսկ Գյումրին պարզ է, որ չհավատաց Շիրակի դաշտը չհավատաց, Շիրակի մարզը չհավատաց եւ այս ամբողջ անվստահությունը տիրում է ոչ միայն Շիրակի մարզում, այլ տարբեր մարզերում։ Մենք ամեն օր հետևում ենք, չէ՞, ոնց են օրինակ Գորիսի մոտակայքում գտնվող գյուղերը գնդակոծվում։ Ամեն օր լսում ենք, որ գյուղացիները գիշերը չեն քնել եւ տեսնում ենք ինչ կատարվեց Տաուշում։ Հետևաբար այս ամենը հասկանալի է, որ մի գործընթաց է, որը վերջ չունի, ինչ խաղաղության մասին է խոսքը, այն էլ թուրք տեսակների հետ։ Թուրքը դա ազգություն չէ, ազգությունների հետ դու կարող ես խաղաղության մասին պայմանավորվել։ Դրանք ամենաստորին մարդկային խավն են, այսինքն դրանք ազգ չեն։ Եվ այդ ստորին մարդկային խավը, որ ինքը ասում է, որ իբրև թե այդ եկեղեցիները ալբանական են, բայց ինչ է քանդում այ բարբարոսներ։ Մեր եկեղեցիները, եթե մեր եկեղեցիները ձերն են, ձեր նախկիններինն են, այդպես է մեկնաբանում, որ դա ձեր հողն է, բա ինչու է քանդում։ Այսինքն սա տեսակ է բարբարոս, տականքի տեսակն է թուրքը։ Տիկին Փոստան ջան, 2026-ին հերթական խորհրդարանական ընտրություններն են։ Նախ ինչ ակնկալիքներ ունեք այդ ընտրություններից եւ ձեր կարծիքով կլինեն արտահերթ ընտրություններ։ Միանշանակ մենք դրան պետք է թույլ չտանք, որ հասնի գործը, որովհետեւ ով պետք է կազմակերպի այդ ընտրությունը, այս թուրքերը։ Այսինքն թուրքերին ոնց կարելի է վստահել ընտրելու այդ գործընթացը, պարզ է չի կարելի վստահել թուրքերին։ Հետևաբար Գյումրին պետք է տեղափոխվի Երևան, Երևանում նույնպես պետք է լինի փոփոխություններ, այսինքն այդ ՔՊ կոչեցյալ այդ թուրքական ինչ-որ խմբակը քեմալական պետք է վերանա, այստեղ պետք է լինի նորից թեկուզ թող լինի ժամանակավոր ղեկավարում, ավականու, ժամանակավոր քաղաքապետ լինի կամ ինչ-որ գործընթացներ, որը բերելու են այդ իրական արդար թափանցիկ հավասար պայմաններում ընտրություններին։ Այո, կխոսենք ընտրությունների մասին։ Իհարկե ամեն ինչ պետք է փոխվի։ Թե կարգերը ինչպիսին կանենք, իհարկե ես կարծում եմ, որ այսպիսի արտահերթ կարգերով, ինչպես Գյումրին էր, որտեղ այլ կերպ հնարավոր չէ։ Եվ ինչքան հնարավոր է պետք է մենք դա անենք սեղմ ժամկետներում եւ այո վարչապետը նույնպես այսօրվա դրությամբ այդ
անձը պետք է իհարկե այդտեղից ուղակի հեռացվի, ոչ թե թույլ տրվի, որ նա ուղակի իր ցանկությամբ հեռանա գնա, այլ հեռացնել եւ տեղափոխել համապատասխան մեկուսացման վայր, որտեղ նա եղել է, այդ փորձը ունի եւ մեծ հաճույքով իր համար այնտեղ կպատրաստեն, իհարկե այնց լավ վարկ չի դրսևորել, բայց այնուամենայնիվ Համենայն դեպս իր տեղը այնտեղ է։ Տիկին Փոստանջյան, ձեր խմբակցության նախաձեռնությամբ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտ սկսվեց, ինչու դուք չէիք մասնակցում այդ բոյկոտին, նիստերը հասկացանք բոյկոտում եք, դրա համար չեք մասնակցում եւ ձեր գնահատմամբ ինչու ձախողվեց բոյկոտը։ Նախ ասեմ, մասնակցում եմ, օրինակ երեք առավոտ տոներ Զատիկի օրներ, այսինքն զատվել, ազատվել, ունենալ ազատություն, այդ բառի հենց բուն իմաստը շատ կարևոր է եւ հարություն առնել, այսինքն նորից վերածնվել, դրան հավատալ, այս սուրբ պատգամի օրներ եւ որոշեցի նստել 43 համարի ավտոբուսը, կարող եմ ցույց տալ, վիդեո եմ արել, պետք է դա օգտագործեմ։ Այս ավտոբուսի մեջ մարդ չկար, 2 հոգի էր։ Մեկ էլ ավտոբուսի վարորդը ասում է ինձ, բա մուծեք, նոր անցեք, ասացի կներեք, բայց ես բոյկոտում եմ։ Ասաց, դե ուրեմն ես մեքենան չեմ վարի, դուք կիչնեք։ Ասացի, հա, լավ եք մտածել։ Խնդրում եմ ներկայացեք ձեր անունազգանունը որպես վարորդ եւ դուք ինչ իրավունքով եք ինձ նման պարտավորություն թելադրում։ Եվ սկսեցի վիդեո նկարել, այսինքն ոչ թե ուղիղ եթեր, այլ վիդեո, որ պետք է օգտագործեմ։ Եվ ամեն անգամ եմ դա արել։ Այսինքն տեսեք քաղաքացիները, այնպես չէ, որ կան այդպիսիները, ովքեր օրինակ այս թուրքական իշխանության սպասավորներն են, այսինքն Երևան քաղաքում քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ կան, ովքեր որ օգտվում են հանրային տրանսպորտից, եւ հատուկ քարոզիչներ էլ ունեն, որ ուղարկում են, որ հատուկ քարոզեն կամ մեր դեմ քարոզեն, բոյկոտողների դեմ քարոզեն։ Մեկը ինչ պատասխանեց այդ վարորդը, որ ինչ որ մի Կիրակոսյան կա, որը տնորենն է եւ ինչ որ Վահե կա, որը գարաժի վարիչն է, ով է։ Ասացի դուք ես ձեր աշխատանքային պայմանագրին բավականին ծանոթ եմ։ Դուք նման պարտավորություն, որ քաղաքացուն ասեք վճարի կամ մի վճարի, դուք չունեք։ Եվ երկրորդը, դուք իրավունք չունեք քաղաքացուն ասել իջի, թե չէ չեմ վարելու։ Մի խոսքով հենց որ սկսեցի արդեն այդ վիդեոն անել եւ այդ բարձաբանումները, ինքը սկսեց վարել մեքենան։ Ձեզ չէր ճանաչում։ Ես այո, սկզբից երևի չէր ճանաչել, բայց ես ներկայացա, սկսեց վարել եւ տեսեք, քաղաքացիները կային, որ չէին այդ դակել չէ ձայն հանող այդ սարքավորումը։ Այո, բավականին այսպես ասեմ, ես փորձեցի իմ բոյկոտը անել այդ ձևով։ Միայն հարկ եղած դեպքում եմ ես իրանց վիդեո արել։ Բայց բացատրելով քաղաքացիներին, որ այդ թելսել տարբերակը, չգիտեմ որտեղ գրանցված է, այսինքն հնարավոր է, որ հենց ուղակի գնում է թուրքերի գրպանը, որովհետև դրա բացահայտումը չկա, մեր պետական բյուջե չի գնում մեկ։ Այսինքն մեր պետությունը, մեր քաղաքը չի օգտվում դրանից։ Երկրորդը բացատրության հիմնավորումը իմ, որ մեկ ուղևորափոխադրումը ըստ մեր ունեցած տվյալների, հաշվարկների, որը մասնագիտական տվյալներ են եւ հաշվարկներ են, կազմում է ընդամենը 62 դրամ։ Մեկ ուղևորափոխադրումը։ Դուք պատկերացրեք ամեն մեկս քաղաքում 5, 3, 1 կիլոմետր ենք գնում։ Ոչ ավել, տենց մեր քաղաքն էլ անծայրածի չէ, որ մի կետից մյուս կետը ես ինչքան։ Եվ այդ էքսպերիմենտալ ավտոբուսների մեջ խցկում են մարդկանց, 62 դրամը հերիք չէ, որ 100 դրամ է, դարձրեցին 300 դրամ, հետո իջացրեցին 150 դրամ, այսինքն ուղղակի թալան թելսելի ինչ-որ մի կետին, որը նույնիսկ քաշում է քաղաքացիների այդ գումարները քարտերից, որովհետև մեկ անգամ որ դնում են չի վերցնում, երկրորդ անգամ դնում ես երրորդը, ինքը արդեն մի հսկական ծավալ գումար հավաքում է։ Հետո պետք է այդ խեղճ քաղաքացին գնի, հետ քաշի կամ բողոք գրի եւ այլն, ինչ որ պրոցեդուրա է։ Այսինքն ակնհայտորեն
չհիմնավորված նախթանկացում է եւ ակնհայտորեն անորակ գումարների հավաքագրում է, անորակ, այսինքն եւ մենք չգիտենք նաեւ ոչ թափանցիկ թելսելը ով է, ուր է գնում այդ մեր գումարները եւ այստեղ ակնհայտորեն կոռուպցիա, թալան, քաղաքացիների գրպանը մտնել, եթե դուք օգտվում եք միջքաղաքային տրանսպորտից, օրինակ տաքսիի տիպի եւ կա, ֆայտոն կա եւ այլն, գնում եք Երևանից օրինակ Գյումրի կամ Գյումրիից Երևան, արժի 1000, 1200, 1500 դրամ, նայած որ ծառայությունից եք օգտվում։ Դուք պատկերացնում եք 120 կիլոմետրի համար դու վճարում ես 1000 դրամ, բայց Երևանում 3-4 կիլոմետրի համար էքսպերիմենտալ ժոնգ-թոնգ ավտոբուսով, որը էքսպերիմենտի մեջ է, դա մասսայական վաճառքի հանված սերտիֆիկացված ավտոբուս չէ, նրանք մեր վրա փորձարկում են, այդ ավտոբուսները բերել են մեր վրա փորձաշրջան են անցկացնում, այդ ավտոբուսով, որը գտնվում է փորձաշրջանի մեջ, կեղտոտ, չլվացված, վարորդը կարող քո վրա մունատ գա, որի իրավունքը չունի, իր պայմանագրային պարտականությունների մեջ չի մտնում, ինչ որ մա թելսել են դրել, որը չգիտես ում է գնում այդ գումարը, ում ես վճարում, միգուցե տերորիզմ ենք մենք ֆինանսավորում, որ գան վաղը մյուսօր մեր ծերերի մանուկներին կոտորեն, կեղեքեն, խոշտանգեն, այսինքն մենք չգիտենք ուր է գնում նաև այդ գումարը։ Հետևաբար այս պայմաններում իհարկե պետք է բոյկոտել, անմիջապես հիմա իրենք ինչ որ նախագիծ են, չէ, որոշել բերեն, բայց նույն այդ նախագիծն է, որովհետև Երևան քաղաքում ուղակի գնում է զանգվածաբար թալան, տրանսպորտի թանկացում այդպիսի ձևով, գույքահարկի բարձրացում մի ահռելի գումարներ, թալան, աղբահանություն, թալան, կանաչ տարածքների վերացում, ամբողջ աշխարհը գնում է զարգացած այն տենդենսով, որ եթե դու տալիս ես շինթույլտվություն շենք կառուցելու համար, ապա պետք է այդ շենքի 30 այդ հողի 30%-ը շենք լինի, կառուցվի, ցեմենտ, բետոնը եւ այլն, բայց է մնացած 70%-ը կանաչ։ Մեր մոտ այդ բաղադրությունն էլ է խայտարակ ձևով ոտնահարվում։ Հերիք չէ որ 40%-ն է կանաչ, 60%-ը պետք կառուցապատում, բայց հիմա 100%-ը փորում են, այսինքն պատկերացնում եք 100%-ը մի, չգիտեմ, 8 հարկ, 10 հարկ ներքև են իջնում, հետո իբրև թելի խափեփայության կեղծիքի միջոցով, ասում են մնացած տոկոսը մենք վերգետնյակը կանաչապատենք, դուք պատկերացնում եք տենց բան, այսինքն հող չկա, բերի շերտ գոյություն չունի, ինչի վրա պետք է կանաչապատեք, կամ ոնց պետք է կանաչապատեք, եթե դա լինելու է 100% ցեմենտաբետոնյա կառույց։ Ամբողջ քաղաքը ավիրեցին։ Մենք մի քանի օր առաջ տեսանք, թե ինչպիսի ցեխոտ անձրև էր։ Այդ ցեխոտ անձրևը հիմնավորեցին, չգիտեմ որտեղից են եկել ամպերը եւ այլն, բայց մեր քաղաքը այսօրվա չափանիշներով թույլատրելի մի խայտարակ կեղտոտ վիճակում է օդը։ Այս իսկ այդ 5 անգամ գերազանցումը դա բոլորի առողջության վրա ազդում է, ամեն ինչի վրա ազդում է։ Այսինքն մենք ինչ ենք, մենք ովքեր ենք վերջի վերջո։ Երևան քաղաքը բերել են այսպիսի վիճակին։ Եվ ինչու պետք է Երևանը այս մասշտաբային կառուցապատումը ունենալ, այն էլ հենց արդեն կառուցված Երևանը, ոչ թե Երևանից դուրս կառուցեին, Աբովյանը կառուցեին, այլ քաղաքներ կառուցեին։ Ինչու են հենց բերում այստեղ լցնում ես ամեն ինչը։ Փողերի լվացում, մեծ գումարներ են լվացում։ Կեղծ շուկա, շուկան կեղծ է, այս անշարժ գույքի շուկան կեղծ է։ Իրանք կեղծիկով պահել են այս թանկ գները եւ այդ շուկայի նաեւ տրամադրում են անխնա բոլոր մեր կանաչ տարածքները եւ հնարավորությունները։ Քաղաքը ուղակի դիմագիծը մորթել են։ 100 տարեկան երկու տուն վերջերս քանդեցին, որը իրավունքը չունեն, որովհետև դա պատմամշակութային նշանակություն ունի։ Եթե նույն այդ ովքեր որ գնորդները կամ չգիտեմ ովքեր, նրանք տգետ են, այո, մնացել են չգիտեմ որ դասարանում կամ ընդհանրապես դասարան դպրոց չեն հաճախել, եւ տգետ են, եւ բացի այդ, իրենք չգիտեն որ այդ նույն պատմամշակութային ժառանգությամբ ավելի շատ գումար կարող ես վաստակել։ Դա ոչ թե այդ ցեմենտ բետոնյա կառույցներով, որ իրենք դնում են կազինոյի նման, էլի մտան, միանգամից փողը վերցրեցին, գնան, իրենց տրամաբանությունը այդպիսին է, խաղամոլի, թմրամոլի տրամաբանություն։ Վաղը մյուսօր արխիվներ կբացվեն,
այդ իրենց անձնական տվյալները կբացվեն եւ մենք կտեսնենք, որ գրանցված մարմնավաճառներ, թմրամոլներ եկել են եւ իշխանության ղեկին են նստել, այսինքն իշխանության ղեկն են տվել նրանց ձեռը։ Այսպիսի մենք իրավիճակի մեջ ենք։ Կեղծիքները ամբյոնից են ասում։ Պատկերացնում եք Երևանի ամբյոնից հնչում է Ստեփանակերտի անունը որպես Խանկենդի իբրև թե Լեոն է ասել։ Լեոյի ժամանակաշրջանում չի կարող պատահել այդ աստիճանը։ Իրենք գիտեն, որ իրենք անգրագետ են, այդ տեքստերը տալիս են իրենք կարդում են։ Գիտեմ, մենք էլ ենք անգրագետ, ոչ կարդացել ենք, ոչ կրթություն ենք ստացել, ոչ դպրոց ենք հաճախել, ոչ համալսարան ենք հաճախել։ Իրենց պատկերացումներով այդպիսին են։ Ու եւ այդ կեղծիքը կարողացան որոշ չափով մատուցել տարիների ընթացքում, բայց հիմա արդեն մարդիկ հասկանում են, նույնիսկ այն խավը, որը հավատացել էր, որ հեսա կոռումպացվածներից, նախկիններից, օլիգարխներից հավաքելու են, բերելու են, իրենց են բաժանելու, արդեն հասկացան, որ այդպես չի լինելու։ Ով որ ինչ անում էր, այդ կարգավիճակում է մնացել է, իրեն ոչ մի բան չի հասել, դեռ ավելի մի բան էլ ինքը էլի նորից հարստահարվել է։ Էլ չեմ ասում, որ ինչ կորցրեցինք, ասինքն հայրենավաճառներ, դուք պատկերացնում եք 12000 քառակուսի կիլոմետր հայրենիք պայմանավորվածությամբ հանձնեցին այն ցեղասպանությամբ։ Սա անթույլատրելի է մեզ այս վիճակը։ Տիկին Փոստան ջան, խոսեցինք արդեն ծառահատումների մասին, ինչու է այս քաղաքային իշխանությունը անդրդվել է այս հարցում, չնայած որ ինչպես նշեցինք Երևանում օդի աղտոտվածությունը գերազանցում է նորմալ, ո՞րն է նրա շահը։ Ինչու է շարունակաբար ծառահատում լայնամասշտաբ կատարում։ Նայեք, տեղ չունեն։ Այսինքն հո այդ կանաչ գոտիները, որը նախատեսված էր, էլ չկա, տեղ չկա, պետք է այդ ամեն տեղ որտեղ մի հատ կանաչ գոտի կար, հիմա դա են վաճառում։ Իրենք արագորեն, տեսեք, շուրջ 7000 շին թույլտվություն են տրամադրել։ Նույնիսկ խորհրդային տարիներին, որ տնտեսությունը այդ խորհրդային տնտեսության զարգացումը եւ խորհրդային Հայաստանի Հանրապետության կարողությունները հսկայական էին։ Նույնիսկ այդ ժամանակ այս տեմպերով շին թույլտվություններ չի տրամադրվել։ Այսինքն Երևան քաղաքի այսպիսի շին թույլտվությունները այն էլ արդեն իսկ արկա շինությունների կողքին, որտեղ արկա շինությունները ունեցել են բակային տարածքներ, սպասարկման տարածքներ, բակերը ունեցել են ֆուտբոլի դաշտեր, մարզադաշտեր եւ այլն։ Հիմա այդ ամբողջ տեղերը, որտեղ այդ տարածքները, որը սպասարկման տարածքներ են, շենքի մոտենալու, գնալու, ճանապարհը, այդ ամբողջը եւ կանաչ տարածքները, իրենք վերածել են ամբողջը շինհրապարակի եւ շենք են այդտեղ կառուցում։ Հիմա որ ինչու չեն լանջերը, որ տեսնեք, թեկուզ մանումենտի կամ Ծիծեռնակաբերդի կամ աշտարակի տակի, հերոստաշտարակի տակի լանջերը, տենց մնացել է, չէ, որտեղ նպատակ ունեն նույն Դալմայի այգիները։ Նպատակ ունեն այդ ձևի մորթելու, իսկ դա նաև խոսում է այն մասին, որ նրանք ուզում են նաև Երևանը ինչը խորհրդանիշ է, չէ, դա պատմություն է, դա մտածելակերպ է, դա քաղաքակրթություն է, հայկական։ Ինքը հայկական մեր քաղաքակրթության մի մասն է, ջնջում են, տեսնում եք, հին ինչ որ կա կամ նենց են սվաղում, նենց են գեշացնում քաղաքը, որ այդ ինչ որ դու ունեցել ես նախկինում Երևանի պատկերը, դու այլևս չունենաս եւ այդ ձևի, այդ ցեմենտ բետոնի մեջ մեծացած արդեն մարդը ինքը նաեւ հիշողության հետ խնդիր ունի, այլ չի հիշելու։ Իսկ դու եթե այդ քո համայնապատկերդ մի ինչպես է նախագծվել Երևանը Թամանյանի կողմից, որ ամբողջությամբ թիկունքում Արագածն է, առջևում Արարատն է։ Սա է եղել ամբողջ եւ այսենց պետք է գար, այսենց դեպի Արարատ ամեն ինչը գնար։ Բայց իրենք փակում են, տեսնում եք Արարատի տեսարաններն են փակում, այս իրենց գեշ ցեմենտա բետոնյա կառույցներով։ Ինչու են փակում, որտեղ քեզանից խլում են, այսինքն այդ միջավայրից, այդ միջավայրի հասարակությունից, մարդկանցից խլում են այդ տեսարանները, այդ զգացումունքները, քաղաքացի լիներն են խլում։ Այդ ամենը ցեմենտ բետոնի մեջ ովքեր են կռիսները եւ այլն։ Այսպիսի իրենք քեզ ծրագիր են պարտադրում։ Սա է խնդիրը։ Տիկին Փոստան ջան, նախկինում դուք միշտ աջակցում եք բանտարկյալներին, քաղբանտարկյալներին, նրանց կողքին եք։ Ինչու հիմա նրանք նույն կերպ ձեր չեն պատասխանում։ Օրինակ մեկ օրինակ կարող եմ բերել Արման Բաբաջանյանին։ Գիտեք, ես ինձ կարիք չունեմ
ովքեր որ իմ կարիքը ունեցել են, ես մշտապես կարիքը, այսինքն մարդիկ ում իրավունքները հանիրավի ոտնահարվել են, ես այդ մարդկանց կողքին եմ եղել նաև որպես մասնագետ, այսինքն ես իմ մասնագիտական պարտականություններն եմ կատարել որպես փաստաբան։ Եվ այսօրվա դրությամբ ես ոչ մեկի ինչ-որ, եթե կաջակցեն շնորհակալ կլինեմ, բայց այնպես չէ, որ ես ինչ-որ կարիք ունեմ, ես ինքս ինձ դեռ կարող եմ պաշտպանել, այնպես չէ, որ չեմ կարող պաշտպանել, բացի այդ ունեմ այնպիսի փաստաբանական ընկերական շրջապատ, որ ցանկացած դեպքում երբ կարիքը ունենում եմ, իրենց եմ դիմում, նենց չէ, որ չեմ դիմում, եւ այդ գործիքներին էլ լավ տիրապետում եմ պաշտպանվելու իրավունքների հարցում։ Տիկին Փոստանջան, Երևանում այսպես յուրաքանչյուր օր, երբ անձրևներ են տեղում, այսպես հեղեղումներ են։ Քաղաքապետարանը դրա համար մեղադրում է Վիոլիա Ջրին։ Ինչի հետևանք է սա։ Քաղաքը տգետներին վստահելու, թմրամոլներին, գրանցված թմրամոլներին, մարմնավաճառներին վստահելու հետևանք է։ Ոչ միայն ջրհեղեղը։ Մոռացանք մի քանի ամիս առաջ ձյունտեղումներ։ Ինչ եղավ։ Ու հիմա այդ հետո հսկայածավալ աղը, որ լցրեցին արդեն հաջորդ օրը, ամբողջ ասֆալտը ինչ է քայքայվել, փոսերը տեսել եք։ Հիմիկվա փոսերը, այսինքն սա այդ կատեգորիայի, այսինքն այդ կարգավիճակի անձանց կողմից, այսինքն այդ անձանց վստահելու հետևանքն է, տալ իշխանությունը այդ մարդկանց ձեռքը, դրա հետևանքն է, ուրիշ ոչ մի բան, անգրագետ կառավարման հետևանքն է, անգրագետները չեն կառավարում, եթե կառավարեին այսքան շինթույլտվություններ Երևանում չպետք է տրվեր, կոմունիկացիաների հարց ունենք, այսինքն այդ շենքերը, որ դուք պատկերացնում եք, այդ 6-7 հազար թույլտվության ներքո Երևանը կես միլիոնով 500 հազար բնակելի ֆոնդ է լինելու։ Այսինքն այդքանով շատանալու է, բայց եթե այդ բնակելի ֆոնդը շատանում է, դու ունես արդյոք այդ բնակելի ֆոնդի համար ճանապարհներ։ Ինչ ես կառուցել։ Մետրոյի կայարան ոչ։ Թունելներ ունես ոչ։ Օրինակ, գալիս ենք, չէ, Դավիթ Հաշենի կամուրջից դեպի պետք է մտնենք Կոմիտաս պողոտա։ Այնտեղ սա քաղաքը փորել են, չէ, 10 մետր ներքև են իջնում եւ կարող էին այդտեղ էստա կադա սարքեն Կոմիտասի եւ այդ Խաչմերուկը էլի Վաղարշան ու Կոմիտաս Խաչմերուկը կարող էին, չեն սարքել։ Ինչու չեն սարքել։ Որովհետեւ այդտեղից իրանք փող չունեն թքած թե քաղաքում կոլապս չի, պրոբկա չէ, խցանում չէ եւ այլն, բայց կարևորը իրենց համար ճանապարհները կբացեն, իրենք կգնան մի կետից մյուս կետը եւ իրենց դեղը կանեն, իրենց այս ստամոքսի պարունակությունը համապատասխան ինչ որ բանով կլցնեն, իրենց միայն դա է հետաքրքրում։ Եվ այդ դրա վառապացույցներն Նիկոլի այդ հոդվածներն են, հոդվածաշարը, ինչպես է նա գովերքում, աստվածաբանում, ինչը աստվածաբանում է սառնարանին պարունակությունը, այսինքն մարդկային արժեքային համակարգում եւ դա ուզում են տան երեխաները, որ կարդան, նվիրում են այդ գրքերը ինչ որ մեր զինվորներին, ինչ է դա աստվածաբանում եւ դրա հետ մեկտեղ չգիտեմ ինչերի հետ է համեմատում Քարահունջի այդ աստղադիտական դամբարանի այդ քարերը եւ այլն դամբարանադաշտը եւ քարերը հատկապես աստղադիտական քարերը եւ նաեւ նորավանքը ինչ է ասում նորավանքի մասին իր բնորոշումները ձևակերպումները որ սա տեսնում ես դու ասում ես այս ինչ ծրագիր են իրականացնում մարդկանց հեռացնում են իրենց ինքնությունից, ազգությունից, մարդկությունից, ասում են դու մարդ չես, դու, չգիտեմ, անասուն ես առանց խոսքի երևույթ ես եւ քո խնդիրը միայն ստամոքսի մասին մտածելն են, դրա համար գովերքում է սառնարանի մեջի պարունակությունը, այն էլ այնպիսի պարունակություն, որը կնախընտրի օգտվել այդպիսի պարունակությունից հարբեցողը կամ թմրամոլը, հասկանում եք, այս որակի մեջ ենք մենք,
Տիկին Փոստանջյան, եւ այսպես ամփոփելով մեր զրույցը, հետ հայաց գցենք 2013 թվական։ 2013 թվականին Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին հարց ուղեցիք, ձեր հարցը այսպես մեջբերեմ։ Ճիշտ է, որ եղել եք Եվրոպայի խաղատներից մեկում ու 70 միլիոն եվրո եք տանուտվել։ Ով է տվել այդ 70 միլիոն եվրոն եւ ինչի դիմաց չեք սղճում այս հարցի համար։ Ոչ։ Տեղին հարց էր, կարևոր հարց էր։ Եվ իա պատասխանը որ նայեք, ինքը թուքա հազիվ է կուլ տալիս Սերժ Սարգսյանը։ Խաղաց, շատ վատ խաղաց։ Այնքան խաղաց, որ իր ծնողների գերեզմանը տարվեց։ Ստեփանակերտը թողեց անտեր։ Այնքան խաղաց, որ այս վիճակը ստացվեց։ Ինքը ճիշտ է ասում, անկեղծ է ասում, որ մենակ իր մեղավորությունը չէ, որ այլ ուժերել են եղել։ Այո, բա պետք է լինեն, բա մենք աշխարհի լավագույն կտորների մեջ ենք ձևավորվել որպես ազգ, Արարատ, Արագած, մարդկության բնորան, կարևոր խաչմերուկ է համաշխարհային, բա պետք է օգտագործեն, բայց կարևոր այն է, որ դու չպետք է օգտագործեիր։ Խաղը լավ, գիտեք ոնց, ազգային, ավելի լավ է մարդ ինքն իրեն հերոսություն անի, իրեն պայթեցնի, քան այդ խաղը խաղար։ Այդ խաղը ով որ մտնում է այդ խաղերի մեջ, ինքը ի սկզբանե պարտված է։ Ինքը մտավ եւ մտել է եւ պարտվել է, գլխանց է մտել, երբ է մտել, դա էլ կարեւոր չէ։ Համենայն դեպս խաղացել է եւ պարտվել է։ Պարտվել է 70 միլիոն չէ։ Շատ։ Ամենաանգինն է պարտվել։ Ամենաանգինը, որ երբեք ոչ մի ձևի այդ խարանը իր վրա է։ Ինքը ոչ մի ձև դրանից չի կարող ազատվել։ Շնորհակալ եմ Տիկին Փոստանջյան հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ Կհանդիպենք։